Ձեր որդին է հիմա բանակում։ Այո։ Որպես նախկին զինվորական, ինչ խորհուրդներ եք տվել իրեն։ Ասել եմ բանակում պետք է քիչ խոսել, շատ լսել։ Այդա ասել եմ հաստատ։ Եվ խորհուրդ եմ տալի բոլորին այդպես ծառայել։ 2020 թվականին կամավորագրվել էիք պատերազմ։ Այո։ Հատկապես այդ դեպքերից ու իրադարձություններից հետո երեխային բանակ ճանապարհել ինչ զգացողություններ էին արթնացրել ձեր մեջ։ Եթե ոչ մեկ չգրա բանակ, ինչ պետք է լինի մեր վիճակը։ Ցավոք սրտի ես այս պահին մեր հասարակության մեջ անգամ իմ ծանոթների մեջ եմ քիչ մարդկանց տեսնում երեխաները ծառայում են։ Հակառակ տպավորությունն ունեմ, ճիշտն ասած։ Իմ տարեկիցների մեջ շատ մարդիկ կան, որոնց որ տղաները պետք է բանակ ծառայեն, որովհետև ժամանակն է եկել։ Ու քչերն են ծառայում։ Քչերն են ծառայում եւ ծնողների մոտեցումն է այդպեսին, որ չպիտի ծառայեն։ Ծնողների մոտեցում գոյություն ունի, շատ մարդիկ ժամանակին մտածել են, որ քաղաքա ուրիշ երկրի պասպորտ ստանան, Ռուսաստանի պասպորտ են ստացել, հիմա կրակն են օրինակ։ Շատ լուրջ պետք է մենք բոլորս իրար հետ մտածենք։ Ձեր տղային եւ մնացած բոլոր ծառայողներին մենք մաղթում ենք բարի ծառայություն, կարևոր ամփոփ երկինք եւ վերադառնան իրենց ընտանիքին։